երեք ձեր ժամանակը առնում եմ մի քիչ։ Ուրեմն մենք եկանք ինչի համար եկանք, փառավորենք մեր երկնավոր հայրը, չէ՞։ Գոհացեք Տերոջ մեն վասնզի բարի է անոր ողորմությունը հավիճան է։ Շնորհակալ լինենք մեր Աստծուց, Հիսուս Քրիստոսից, Գողգոթայի թափված Սուրբ Արյան շնորհիվ ողորմեց մեզի մենք որդի եղանք, փառք լինի անվանը։ Այսօր էլ հավաքվեցինք, ուրախ ենք, շնորհակալ ենք, Տերոջ ներկայություն ենք վայելում, օրհնի մեզի իր անունովը, Հիսուսի անունով որ հավաքվեցինք։ Հիմա տեսնենք այսօր մենք ինչ ենք խոսելու, չգիտեմ։ Հիշում եք, ես ինչ էի արել, տնային աշխատանք էի դվել, չէ՞։ Տնային աշխատանք էի դվել։ Ինչ տնային աշխատանք էր, ասեցինք, որ այն անապատի մեջ բաղնձե օծը, որ բարձրացրեց Մովսեսը, հետո այդ բաղնձե օծը ինչ եղավ։ Այդ էր հարցումը, չէ՞։ Ինչ եղավ։ Եզեկիա թագավորը կտրվեց, լտրեց Կեդրոն հեղեղատը։ Ովքեր գիտեն, թող ձեռք բարձրացնեն։ 1, 2, 3, 4, 5 Լավ է, ուրեմն մնացածը չեն գարտում, կամ այդտեղը չեն գարտացել։ Լավ, բաղանձե օծը ինչ արեց, Եզեկիա թագավորը գդոր արեց, և անունը ինչ դրավ։ Նեհեստան դրավ։ Նեհեստան ինչ է նշանակում։ Բաղանձի գդոր։ Բաղանձի գդոր։ Եվ մեր սուրբ հայրերից նարեկացին ասում է, ոչ թե խաչն է բաշտելի, ապա խաչյալն է համբուրելի։ Ուրեմն խաչը չարագործի գործիք էր, այն ժամանակ չարագործներն էին խաչում։ Բայց մեզ համար խաչի վրա մեռնողն է կարևոր, որ մեր փոխարեն մեռավ այդ խաչի վրա, որովհետեւ մեր փրկությունը ապահովի։ Փառք իր անվանը։ Մի քանի բաներ այս պաստարի մասին խոսեմ էլի։ Ամեն անգամ մի քիչ բացատրում ենք։ Շատ կարևոր է։ Սա հայտնության գիրքն է ամբողջությամբ։ Եկեղեցի շրջանն է, նեղության շրջանն է, մինչև այստեղ։ Հետո գալիս է հազարամյա շրջանը, երկիրը գրագով այրվում, նորոգվում է, և նոր երկինք, նոր երկիր, համարոտ, ուրեմն 3 բաժին ունի սա։ Հիմա բանն այն է, որ ներկայումս այս նեղության շրջանը, այստեղից այնտեղ, ինչ որ բադայել է այստեղ նեղության շրջանին, քանի դարում, 7 դարում, չէ, նեղության շրջանը 7 տարվա շրջան է։ Մարդիկ քարոզում են կամ բացատրում են, մեկնաբանում են սրանք, այս ժամանակի մեջ, իբրև թե հիմա կատարվող այդ պատերազմները, դեպքերը և այլն, այդ նեղության շրջանի բաներն են ամբողջ, բայց մեզի շատ հստակ է, քանի եկեղեցին երկրի վրա է և հափշտակությունը չի եղել, նեղության շրջանը չի սկսի, հագա Քրիստոսը չի գա, մենք պիտի խաբվենք։ Կա մի քահանա գա, որը մարդը մեկնաբանում է, սիրում եմ այդ մարդուն, լավ է խոսում, քահանան, բայց ինքը որպես թե հիմա է այս դեպքերը քարոզում է, բայց մենք չենք ընդունում դա։ Ես սրանից առաջ ասեցի, որ 3 կարգի հավատացողներ կան, պրետերիստները, որոնք նրանք հավատում են, որ մեր թվարկության 70-ին Երուսաղեմի ավերումով ամեն բան կատարվեց այդ շրջանը, նեղության շրջանը եղավ, Ներոնը իբր թե հագա Քրիստոս եղավ,
հետո Կոստանդիանոսի ժամանակ ընդունվեց քրիստոնեությունը եւ հազարամյանը սկսավ եւ սադարան գապեց եւ այլն։ Մենք չենք ընդունում դա։ Երկրորդ կարգի հավատացողները, historical հավատացողներն են, պատմականորեն ասում են այն սկզբից մինչև հիմա պատմականորեն քիչ կատարվում է։ Դա էլ չենք ընդունում մենք։ Մենք պրեմիլյանիստ եւ ֆուտուրիստ ենք կոչում, ասենք աբակային։ Մենք հավատում ենք, որ սա աբակային պիտի լինի։ Այսինքն եկեղեցին հափշտակվելուց հետո մենք եկեղեցին ամենևին կապ չունի նեղության շրջանի դեպքերի հետ։ Եվ Աստված ինքը միտք ունի, որ եկեղեցին նեղության շրջանից առաջ դուրս գանի։ Մենք դրան ենք հավատում։ Ուրեմն քանի որ եկեղեցին երկրի վրա է, եկեղեցի 7 եկեղեցիները Եփեսոսից մինչև Լավոդիկեի եկեղեցին 7 եկեղեցիները քրիստոնեական պատմության 7 շրջաններն են սրանք։ Եվ 7 շրջանների բնույթն են ներկայացնում, թե ինչպիսին պիտի լիներ։ Եփեսոսի շրջանին, Սմիրնիայի շրջանին, ամենամեծ չարչարանքները, հալածանքները եղավ Թիվադիրի եւ Լավոդիկեի շրջանին, բավական շրջանը սկսավ, Տիսական շրջանը սկսավ, հետո Սարդիկեի շրջանին Մարտին Լութերը մեջտեղ ելավ, այդ շրջանին ելավ եւ հավատքով արդարանալու վարդապետությունը հիմնեց, բայց երկրորդ Կալստյան վարդապետությունը չհիմնեց, դրա համար եկեղեցի դերը ասեց, քու գործերդ կատարյալ չգտա, որպես մեռած եկեղեցի։ Հաջորդը Ֆիլադելֆիայի եկեղեցին է, քու արջևդ բացված դուրմը դրի, մեկը չի կարող փակել, եւ ավետարանչությունը սկսավ աշխարհով մեկ, Լավոդիկեի շրջանին եղավ, Ֆիլադելֆիայի շրջանին եղավ ամենագովելի եկեղեցին։ Եվ ներկայումս մենք որ ապրում ենք Լավոդիկեի շրջանն է, գաղջ շրջանը։ Քեզ բերնես դուրս փսխելու վրա եմ։ Դրա համար բերնից դուրս փսխեց Հիսուս, հիմակվա եկեղեցին։ Եվ կայնել է դրան առաջ ու դուրը թագում է։ Եթե մեկը այդ գաղջ եկեղեցիի մեջից, եթե մեկը Հիսուսի ձայնը լսի, նրա մոտ պիտի մտնի։ Ուրեմն Աստծո մոտ, Հիսուսի մոտ ներկայումս անվանական ընդհանուր եկեղեցի գոյություն չունի։ Հիսուսի եկեղեցին կազմված է այն հավատացյալներից, որոնք այդ ձևական եկեղեցիի մեջից, գաղջ եկեղեցի մեջից դուրս են գալիս, վերստին ծնունդով հավաքված այդ խումբն է, որ Հիսուսի եկեղեցին է կազմում։ Ուրեմն եթե մեկը իմ ձայնս լսի ու դուրը բանը անոր քով պիտի մտնամ։ Եվ մենք տեսանք արդեն սա առաջին եւ երկրորդ գլուխների մեջը, երրորդ գլխից հետո չորրորդ գլուխն է սկսում, այնտեղ հայտնության գրքի մեջ ասում է եւ դեսա երկինքը բաց Հովանու ավետարանիչ որ գրեց հայտնության գիրքը եւ բացված մի դուռ կար երկնքի մեջ եւ ասեց վեր ելիր եւ ինքը հոգիով գնաց վեր ելավ սա խորհրդանշում է եկեղեցիի ապշտակությունը չորրորդ գլխից հետո եկեղեցին ապշտակվեց դերոջի առջև այստեղ judgment seat է գրված Քրիստոսի եկեղեցիի համար եղած դատաստանն է, երկու դատաստանները, եկեղեցի։ Ուրեմն եկեղեցին, քանի որ երկրի վրա է, այս նեղության շրջանը չի կարող սկսել, այդ է ուզում ասել։ Ուրեմն երբ եկեղեցին գնա ապշտակվի երկինք, նեղության շրջանը պիտի սկսի։ Եկեղեցիի շրջանը գավարդվի, 2000 քանի տարի, չգիտենք պիտի դեպի դեր ինչքան, Եկեղեցի շրջանը ավարտելուց հետո կսկսվի նեղության շրջանը, որ է հրեական շրջան։ Հրեաներին է պատկանում այս շրջանը, ինչ որ պատահելու է սրանք, եկեղեցին ամենևին կապ չունի։ Այնտեղ ները պիտի դուրս գա։ Հենց
նեղության շրջանի հենց սկզբից ները պիտի դուրս կա ջերմակ ձիի վրա ձերքին աղեղ եւ մյուս 3 ձիավորները դուրս պիտի գան եւ գնիկները պիտի բացվեն եւ փողերը պիտի հնչվեն եւ նեղության շրջանի գեսին բادرած պիտի լինի երկինքի մեջ վիշապը եւ իր հեշտակները պիտի բادرածվեն Միքայելի եւ իր հեշտակների հետ բادرած պիտի լինի եւ այլն ես մի չունեմ սրանք բացատրելու բայց մոտավորապես այդպես ասում եմ մինչեւ որ տեսնում ենք վերջում Բաբելոնը եւ այստեղ Քրիստոս պիտի գա դրանից հետո Գառնուկի հարսանիքն է եկեղեցին եւ Քրիստոսի հայտնությունը պիտի իջնի երկրի վրա Ձեթանյաց ներան վրա այստեղ Գազանը սուտ մարգարեն պիտի բռնվեն ձդումփով արած կրակի լիճը պիտի գցվեն եւ ազգերի դատաստանը պիտի լինի այստեղ դրանով նեղության շրջանը գավարդվի ազգերի դատաստանից հետո հազարամյա թագավորությունն է բրգված ազգերը կմտնեն եկեղեցին եւ այլն այդքան այդ է ուզում ասեի եւ դեր ուրիշ առիթով նորից Պետք եղած աները գասենք նորից։ Մի բան թող հստակ մնա ձեզի, քանի որ եկեղեցին երկրի վրա է, նեղության շրջանի բաները չեն գադարվի։ Դրա մասին որքան որ ուզում են փիլիսոփայեն, հոգևոր օրինակներ բերեն, բաներ անեն, այս է, սա չի փոխվի սա։ Ծայրից ծայր հայտնության գիրքն է սա։ Մենք ինչ ենք խոսել, հրյաների դադաստանը, չէ՞։ Հրյաների դադաստանի մասին ենք խոսել։ Որոշ բաներ խոսեցինք, երևի շարունակեմ։ Մինչ այդ մի պատմությունով սկսեմ։ Այս տարաշրջանի սկզբին Միացյալ Նահանգներում մի ձերգին Բաֆալոից նավ նստավ եւ Քլիվլենդ ճամփորդելու ելավ։ Եղանակը լավ էր, բայց շատ արագ տևով փոխվեց։ Երկինքը մտագնեց, սև ամբերը եկան եւ զորավոր փոթորիկը սկսեց եւ նավը ալեգործվում էր եւ մարդիկ տակնաբի մեջ էին, վախեցել էին որ նավը պիտի խորդակվի, բայց այս ձերգինը շատ հանգիստ էր։ Ամենևին չէր տակնաբում, հանգիստ էր եւ Աստված էր փառավորում։ Ուղևորներից մի քանիսը դեսան նկատեցին եւ հետաքրքրվեցին, թե ինչպես կարող է լինել այս տակնաբի մեջը այդ կինը հանգիստ լինի եւ Աստված փառավորի եւ մոտեցան եւ ասեցին. Ինչ է գաղտնիքը, որ դու չես տակնաբում այս եղած բաներից եւ ուրախությամբ Աստված ես փառավորում։ Կարող ենք հասկանալ։ Եվ գինը ասեց. Ես երկու դարեց աղջիկներ ունեմ։ Մեկը նրանցից անցյալ դարի մահացավ եւ գնաց Հիսուսի մոտ։ Իսկ մյուսը ամուսնացած է եւ բնակում է Քլիվլենդում։ Ես այնտեղ եմ գնում հիմա։ Ու երբ որ փոթորիկը եղավ, ես հանգիստ էի։ Մի բան մտածեցի։ Արդյոք առաջ որ աղջիկս պիտի տեսնեմ։ Եթե ես մեռնեմ, Հիսուսի մոտ պիտի գնամ, եւ նրա հետ միասին աղջիկս էլ պիտի տեսնեմ։ Եթե չմեռնեմ, այս փոթորիկից ազատվեմ, Քլիվլենդ պիտի երթամ, մյուս աղջիկս պիտի տեսնեմ։
Դրա համար շատ ուրախ ու հանգիստ եմ ու չեմ դակնաբում, այս է գաղտնիքը ասեց։ Եղբայրներ, քույրեր, ուզում եմ ասել, որ մեր ժամանակը, որի մեջ ապրում ենք, անհաստատ մի վիճակ է, փոթորկալից է, դակնաբալից է, բادرազմներ կան, անհույս վիճակներ կան, սղություն կա, ամեն տեսակ խնդիրները շատ են, վաղվա նկատմամբ անհաստատ վիճակներ կան, այնպես որ կարող է ավելի է զորանա այս բաները, դժվարությունները, գալիք օրերի մեջ, գալիք տարիների մեջը, այնպես որ մեզի մենք որտեղ պիտի գտնվենք, եթե մենք Հիսուսը ունենք, ապահով ենք, վաղ չկա մեզ համար, որքան գուզե երկրի վրա փոփոխություններ լինի, բայց եթե մենք Հիսուսը չունենք, մենք երկու տեղ կարող ենք գնալ, կամ հավիտենական կյանք, կամ հավիտենական գորուստ, այնպես որ պետք է որ մենք Հիսուսը ընդունենք, մենք կյանքը ընդունած կլինենք եւ ներկա պատահելիք բաները մեզ որևէ դակնապ չեն առաջացնի մեր մեջ, մենք շատ հանգիստ կլինենք, մենք խաղաղ կլինենք եւ կսպասենք մեր Տերոջը վերադարձին, ուրեմն ինչպես որ Հիսուս ասում է, իսկ դուք զգուշացեք, որ չլա թե գերուխումով աշխարհային զբաղմունքով այն օրը հանգարց կա, մենք պետք է որ արթուն կյանք ապրենք, որպես թե Տերը այսօր պիտի գայի նման, եւ իրոք նրա գալուստը շատ մոտ է, շատ մոտ, ինչպես որ գարտացվեց էլ դռներին մոտ, չգարտած այդ տեղը, բայց նույն գլխի շարունակությունը գրված է, երբ այս բաները տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներուն մոտ, մենք ապրում ենք դռների մոտ ժամանակի մեջ, այնպես որ մի քիչ ստապվենք, Պողոս առաքյալի խոսքերը կրկնեմ, որ ասեց, ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհմը, Սուրբ Աստծո, որ է ձեր բանավոր բաշտոնը, մի գերբարանեք այս աշխարհի գերբարանքով, ապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որովհետեւ քննեք թե ինչ է Տերոջը գամքը, որ բարի հաճելի ու գադարյալ է, ձեր մեջ եղող ամեն մեկուն զայց կսեմ, որ արժան եղածը մտածել են ավելի բան չմտածե, հապա որ զգաստ կենալ մտածե, ինչպես ամեն մեկուն բաժնեց հավատքի չափը, զգաստ կենալ մտածելն էլ Քրիստոսի մարմինի մեգությունը բահելն է, մեր մարմինները ընծայենք Տերոջը, անբդուղ չլինենք, ավետարանին գծորդ լինենք, ծառայենք, ինչ որ կարող ենք անել, մեր բոլոր ուժով անենք, որտև մոտ է այն ժամանակը, որ Տերը պիտի գա, եւ մենք Տերոջը աջանի առջև հաշիվ պիտի տանք այստեղ, չէ, ասացինք դրա մասին։ Եվ անցյալ անգամ ես խոսել էի հրյաների դատաստանի վերաբերյալ, երրորդ դատաստանն է։ Տեսանք տարբեր համարներ մենք օրինակ բերինք Երեմիայից, Եզեկիելից, Զաքարիայից, օրինակ բերինք այդ համարները, որտեղ որ նշված է հրյաների մասին, վայ, այն օրը մեծ նեղություն պիտի ելնա եւ պիտի ազատվի այդ նեղությունից։ Այդ բոլորը որպես երկունքի ցավ նկարագրեց առաքյալը Մարգարեն։ Բայց պիտի ի վերջո ազատվեն նրանք այդ նեղությունից։ Եվ նույն բաները Եզեկիել Մարգարեն էլ ասեց, որ
ինչպես գավազանի դագով պիտի անցնի, մեկը աջ, մեկը ձախ, եւ ի վերջո ինքը Աստծո Երուսաղեմը որպես հալոցի մեջ պիտի գցե եւ գրագը պիտի փչե, պիտի հալե, ինչպես մեդաղը հալեցնեն, այս բոլորի մասին նորի չեմ ուզում ասել, խոսել էի սրանց մասին եւ շարունակեմ դարձյալ։ Եվ Ամոս 3-րդ գլուխ 2-րդ համարի մեջ, ինչպես որ Մարգարեն ասում է, Աստված ասում է Մարգարեի միջոցով, երկրի ազգադողներեն միայն ձեզի ջանցա, այդ պատճառով ձեզ բոլոր ձեր մեղքերի համար ձեզ պիտի բաչեմ ըսավ Աստված։ Երկրի ազգադողներեն միայն ձեզ ջանցա, այս պատճառով ձեզ ձեր անօրություններուն համար պիտի բաչեմ ձեզի ու բաչեց Աստված եւ դեր պիտի բաչել։ Մենք տեսնում ենք այս համարներից, որ հիշեցինք մեծ նեղությունը, որպես մի փորձություն, որ կատարվելու է հրյա ժողովրդի հետ եւ որպես դադաստան, որի միջով նրանք անցնելու են մաքրման մի ընթացքի process-ի միջով, որովհետեւ նրանք դառնան դարձյալ Քրիստոսը ընդունող Աստծո անդրյալ ժողովուրդը։ Եվ Հիսուս ասեց Հովհաննես 5-րդ գլուխ 43 համարի մեջ, ես իմ օրս անունովը եկա, ինձ չընդունեցիք, բայց եթե մեկը իր անունովը գա, նրան պիտի ընդունեք։ Այդ էլ Հագա Քրիստոսն էր, Հագա Քրիստոսը, նրան պիտի ընդունեն իրենք, որտեղ ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, Աստված էլ ուժով մոլորությունը պիտի խրգե, որ ստության պիտի հավատան։ Ստության, ոչ թե սուդին, ոչ թե ստության, սուդին պիտի հավատան։ Սուդը անձնավորություն է, անօրինությունը, Հագա Քրիստոսը։ Եթե մենք կարդանք Հռոմեացիս թղթի մեջ, Հռոմեացիս թղթի առաջին գլխի մեջ, այսպես է ասում. որոնք Աստծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին ու երկրպագություն եւ ճաշտոն մատուցին ստեղծվածներուն, քան թե ստեղծողին, որ հավիյան օրտնյալ է։ Նրանք Աստծո ճշմարտությունը սուդի հետ փոխեցին։ Մենք գիտենք ճշմարտությունը անձնավորությունը չէ, Քրիստոս ինքն է ասեց, ես եմ կյանքը ջամփան ճշմարտությունը, Քրիստոս ինքն է ճշմարտությունը, սուդի հետ փոխեցին, սուդն էլ անձնավորություն է, Հագա Քրիստոսն է ինքը, որ ինքը իրեն Քրիստոսի դեր պիտի դնի։ Ուրեմն ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, Աստված էլ զորավոր մոլորությունը պիտի ղրգե, որ սուդին Հագա Քրիստոսին պիտի հավատան եւ նա նրանց պիտի սպանի։ Եվ Եզեկիելի մարգարեության մեջ անցյալ անգամ էլ գարտացինք, այդտեղ ասեցինք, որ Եզեկիել Աստված ասեց, որ ձեզի պիտի բաչեմ, բայց ձեզ բոլորովին անմեղ պիտի չհանեմ։ Ուրեմն Աստված իր սիրածը կխրադե եւ կդեզի ամեն որդին, որ կընդունի։ Այդ process-ի մեջով պիտի անցնեն հրյաները։ Նեղության շրջանը հեթանոսները ինչ պիտի լինի նեղության շրջանին, նրանք որ եկեղեցի չեն, նրանք որ չապշտակվեցին նեղության շրջանին, նրանք անուղագի ազդվելու են կատարվելիք նեղություններից։ Այսօր մեր նյութը չէ հեթանոսները, բայց մենք տեսնում ենք, որ այդ նեղության շրջանին հեթանոսներն էլ շատ մեծ նեղություններ պիտի քաշեն։ Մի քանի բաներ ես ձեզի գարտամ Աստծո խոսքից։ Սոփոնյա մարգարեից կարտամ, Սոփոնյա մարգարեն։
Սոպոնյա եւ առաջին գլուխ 14 համարը Դերոջը մեծ օրը մոդ է Դերոջը օրը մոդ է ու խիստ կարդորա Դերոջը օրվան ձայնը գուկա Զորավորը հոն դառնամես պիտի աղաղագե Այն օրը բարգության օր է Նեղության ու դարաբանքի օր Գործանումի ու ավերումի օր Խավարի ու մեկի օր Ամբի ու մարախուղի օր է Բարսպավոր քաղաքներու դեմ Եվ բարձր աշտարակներու դեմ փողի ու աղաղակի օր է Մարդիկ նեղության մեջ պիտի ձգեմ Եվ գույրերու պես պիտի բդդին Քանզի դերոջը դեմ մեղ կործեցին Ու անոնց արյունը փոշիի պես Ու մարմինները աղբի պես պիտի թափվին Դերոջը բարգության օրը Անոնց արզատը ոսկին անգամ զանոնք ազատելու գարող պիտի չլա Ապա բոլոր երգիրը անոր նախանձին գրագովը պիտի սպարի Քանզի անիկա խիստ շուտով երգերի բոլոր բնակիչները պիտի հացնե Տեսնում ենք որ ազգերն էլ մեծ նեղություն պիտի ունենան այդ շրջանին Հակաքրիստոսի իշխանության ներքո այնպես որ շատ դժվար պիտի լինի գոյատևելը Նեղության շրջանին եկեղեցին նոր ասեցինք Եկեղեցին հապշտակվելու օդի մեջ դերոջը արջև Նախքան ների հալածանքները սկսվելը Մի երկու համար վկայության համար երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխը Եվ 6 համար Եվ հիմա դուք ինքն իրենիդ գիտեք ինչ է անվոր գարքիլ է, որբեսի ինքը իր ադենին հայտնվի։ Վասնզի անօրինության խորհուրդը հիմա կվանե կզորանա, բայց այն որ հիմա գարքիլ է, պիտի արգիլ է, մինչև ինքը մեջտեղեն վերնա։ Արգիլողը Սուրբ Հոգին է, պատճառը եկեղեցին երկրի վրա է, արգիլում է Հակաքրիստոսի հայտնվելը։ Ինչպես որ Հիսուս երկրի վրա էր եւ ասավ հիմա ես կերտամ այս աշխարհի իշխանը գուկա Ուրեմն քանի եկեղեցին երկրի վրա է եւ դեր իր լարումին չի հասել Սուրբ Հոգին երբ որ ավարտվի լարանա թիվը եկեղեցի պիտի ապշտակի երկիկ Տերոջի առջև ու յետքը պիտի հայտնվի այդ անօրենը որ դեր Հիսուս իր բերնի հոգիով պիտի սպարե իր գալու հայտնվելով պիտի գործընծնե այդ անօրինի գալը սատանայի ազդեցությունովն է բոլոր զորությունով նշաններով ու սուտ հրաշքներով եւ գործվածներու վրա անիրավության բոլոր խաբեությունով ուրեմն տեսանք որ քանի որ եկեղեցին երկրի վրա է նա չի կարող հայտնվել եւ որ եկեղեցին հապշտակվի այն ժամանակ ինքը պիտի գա Դարձյալ հայտնության գրքից կարդամ մի համար, հայտնություն 3-րդ գլուխ 10 համարը։ Գրված է Ֆիլադելֆիայի եկեղեցին Որովհետև իմ համբերությանս խոսքը բահեցիր, ես ալ քեզ պիտի բահեմ փորձության ժամանակ, որ պատրաստ է գալու բոլոր աշխարհի վրա, երկրի երեսը բնակողները փորձելու։ Ուրեմն փորձվողները միայն հրյաները չեն, բոլոր ազգերը պիտի փորձվեն, որտեղ բոլորը խոդորեցին եւ Աստծուց հեռացան եւ Աստծու դեմ մեղ գործեցին։ Աստված իր միածին որդին խրգեց, նրա արյունը անարգեցին եւ չընդունեցին։ Ուրեմն, որտեւ իմ համբերությանս խոսքը բահեցիք դուք, ես ալ ձեզ պիտի բահեմ այդ փորձության օրը,
որ պատրաստ է գալու աշխարհի բնակիչները փորձելու։ Ուրեմն Աստված նախքան այդ փորձությունը եկեղեցին պիտի առնի։ Նոր գդագարանում մենք ունենք երկու նեղությունը փաստող համարներ։ Առաջինը Տեր Հիսուսի ձիթենյաց դերան վրա խոսած խոսքերը, որ եղբայրը հիմա գարտած Մատթեոս 24 գլուխ 9 համարից 22 համարները։ Այնտեղ Հիսուս ասեց 21 գլուխ 21 համարը, քանզի այն ադեն այնպիսի մեծ նեղություն պիտի ելա, որը նմանը աշխարհի սկիզբեն մինչև հիմա եղած չէ, ոչ ալ ետ կպիտի ելա։ Երկրորդը հայտնության գիրքն է նեղության մասին 6-րդ գլխի առաջի համարից, այստեղ 6-րդ գլխի առաջի համարից մինչև հայտնության 19-րդ գլխի 21 համարը, այս բոլորը ներկայացնում են նեղության շրջանը 6-րդ գլխից մինչև 19-րդ գլխի 21 համարը։ Նեղության ժամանակը 5 դագարանի մարգարեները խոսում են այդ ժամանակի մասին, որպես այն օրը եւ վերջին օրերը։ Մենք մարգարեությունների մեջ որ կարդանք, կհանդիպենք բազում անգամներ այն օրը, դա Տերոջի օրն է։ Մի համար կարդամ Հովել մարգարեից, Հովել մարգարե առաջին գլուխ 15 համարը։ Վայ այն օրվան համար, քանզի Տերոջի օրը մոտ է ու ամենակարողն եկած ավերումի պես կգա։ Քանզի Տերոջի օրը մոտ է, երկրորդ գլխի առաջի համարը, քանզի Տերոջի օրը գուկա, վասնզի մոտ է խավարի ու մեկի օրը, երրորդ գլուխ 14 համարը, բազմություններ կժողվվին վջրահովիտին մեջ, քանզի Տերոջի օրը մոտ է վջրահովիտի մեջ։ Դա էլ վջրահովիտը այստեղ ազգերի դատաստանն է, վջրահովիտը, Հովսապատի հովիտը, որտեղ որ ազգերը պիտի դատի եւ ոչխարները աջ կողմը, այդերը ձախ կողմը պիտի դնի։ Սա վերջի դատաստանը չի, ազգերի դատաստանն է։ Ոչխար գարկի ազգերը պիտի մտնեն Gentle nation in blessing կրված է այստեղ։ Այն ազգերը, որոնք պիտի ազատագրվեն եւ պիտի մտնեն հազարամյան ժառանգելու համար։ Սուրբ Գիրքը խոսում է 4 օրերի մասին։ Առաջինը մարդու օրը, Առաջին Կորինթացիս 4:3-ը, մարդու օրը, դա ներկա տնտեսության շրջանն է, որտեղ որ հիմա մենք ապրում ենք, այս դարաշրջանը մարդու դարաշրջանն է, մարդու օրն է, այս այն օրն է, որ մարդը ձապահարվում է, փառավորվում է, բարձրանում է, գովվում է, մարդու առաջնիմությունները, մարդու ամեն ինչը, առանց Աստծո սատանայի իշխանության ներքո։ Երկրորդը Քրիստոսի օրը, դա այն օրն է, երբ Տեր Հիսուս գալու է իր եկեղեցին դուրս հանելու աշխարհից։ Նաև
հապշտակության ու հայտնության միջև եղած Հագաքրիստոսի իշխանության ժամանակի դագից։ Նաև Հագաքրիստոսի իշխանության դագից, այսինքն հապշտակության եւ հայտնության, հապշտակությունը այստեղից մինչև հայտնությունը այստեղ, հայտնությունը Հիսուսի, այս իշխանության դագից դուրս պիտի անի Հիսուս, Տերոջի օրը, Քրիստոսի օրը, Թեսաղոնիկեցիս երկու թուղթերը, առաջին թուղթը խոսում է Քրիստոսի առաջի գալուստի մասին, երկրորդ թուղթը խոսում է երկրորդ գալուստի մասին, առաջին թուղթը Տերոջի օրն է, երկրորդ թուղթը Քրիստոսի օրն է, Քրիստոսի հայտնությունն է։ Հիմա որ ասում ենք Քրիստոս երկու աստիճանով պիտի գա, առաջի աստիճանը Տերոջի օրն է, երկրորդ աստիճանը Քրիստոսի օրն է, հայտնությունն է, երկու աստիճանով, բայց նրանք, որ տարբեր ձևով էին հավատում, ասեցի, այդ չեն ընդունում դա։ Հուդա առաքյալից մի համար գարտամ, Հուդա առաքյալը, որպեսի բարձաբանենք։ Հուդա առաքյալը Դաշորս համարն է, 15 համարը, ահա դերը իր բյուրավոր սուրպերով եկավ, ամենուն դադաստան անելու ու բոլոր ամբարիշները, հանդիմանելու իրեն ծրած ամբարիշտ, բոլոր գործերու համար և բոլոր խիստ խոսքերի համար, որոնք ամբարիշտ մեղավորները անոր դեմ խոսեցան։ Ուրեմն, ահա դերը բյուրավոր սուրպերով եկավ, Եթե այդ սուրպերով, եթե նախորոք չհապշտակեին ինչպես կգար սուրպերի հետ, ուրեմն բնական է, որ նախքան աշխարհ գալը, ինքը հապշտակությունը պիտի անի արդեն, եկեղեցին պիտի դանի, վերջը սուրպերի հետ պիտի գա, նույն բանը գրված է Զաքարիա 14:5 համարի մեջը, Նույն բանը կարող ենք կարդալ երկրորդ Թեսաղոնիկեցիս, երկրորդ գլուխ 3 եւ 8 համարների մեջը։ Ուրեմն առաջ հապշտակվել էին նրանք, որ բոլոր սուրպերի հետ եկավ։ Տերոջի օրը հապշտակությունը եղավ 7 տարի երկինքը, երկրի վրա Նեղության շրջանին երկինքի մեջ 7 տարի եկեղեցիի քննությունը եւ հարսանիքը պիտի լինի եւ վերջում 7 տարի հետո Տերոջի հայտնությունը առաջինը գողի պես պիտի գա այստեղ պիտի գա գողի պես աշխարհը պիտի չիմանա բայց դուք գիշերվանը չեք որ ձեր վրա գողի պես հայտնվի ասեց առաքյալը մենք պիտի իմանանք Աշխարհը պիտի չիմանա, ինչպես որ գողը գալիս է և բադը ձագում է և ներսից արժեքավոր բաները արդում հերանում է, այնպես պիտի գա իր գանձը պիտի ժողվի Հիսուս աննգատ, հետո երկրի վրա տեղի ունեցող բաների հետևանքով պիտի իմանան ինչ որ մի բան եղել է, այսինքն հափշտակությունն է եղել, Մարդիկ պիտի անհետանան, մեջտեղը պիտի չլնեն եւ այլն։ Ուրեմն աշխարհը պիտի չիմանա, բայց երկրորդ անգամ երբ որ հայտնվի, եկեղեցիի հետ միասին, աշխարհը պիտի տեսնի, ահա ամբերով գուկա, ամեն աչք պիտի տեսնի, եւ նրանք էլ որոնք խոցեցին եւ լաց պիտի լինեն, վայ պիտի ասեն, ոնց չենք հասկացել մենք,
Մենք ոնց ենք անարգել նրան, խոցել ենք նրան։ Բոլոր աշխարհը պիտի տեսնի, ամբերով պիտի գա, եկեղեցի հետ միասին։ Բարձ է, չէ, հասկացանք։ Երրորդը դերոջի օրը, դա ասեցինք հիմա էլ, դա դերոջը վրեժխնդրության օրն է և ներգրավում է ամբողջ նեղության շրջանը և նրան հաջորդող հազարամյա շրջանը։ Մի համար գարտամ Եսայի 63-ը, տեսեք Եսային ինչ է գրում։ Չորս համարը, քանզի իմ սրտիս մեջ վրեժխնդրության օր գար, ու իմ փրկածներուս տարին հասած էր։ Աստծո սրտի մեջ վրեժխնդրության օր գար, և իր փրկածների ժամանակը հասել էր։ Հիմա մի համար էլ գարտամ, երկրորդ Թեսաղոնիկեցիս, երկրորդ գլուխ և 3-8 համարները, երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջին գլուխը և 6 համար, քանզի Աստծո առջև իրավունք է ձեզի նեղություն տվողներուն նեղություն հատուցանել և ձեզի նեղություն կրողներուդ մեզի հետ հանգիստ, Տեր Հիսուսի երկինքեն հայտնվելու ադենը իր զորավոր ռեշտակներով բորբոքած կրակով վրեժ առնելու անոնցմե, որ Աստված չեն հավատար, չեն ճանչնար, և որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին չեն հնազանդիր, որոնք պիտի բադժվին հավիտենական սադագումով Տերոջի երեսեն ու անոր զորության փառքեն, երբ ինքը կա փառավորվիլ և սուրբերու մեջ հիանալի ըլլա բոլոր հավատացյալներու մեջ այն օրը։ Չորրորդը Աստծո օրն է, դա այն օրն է, որ սկսվում է երկիրը գրագով նորոգելով և շարունակում է հավիտենությամբ։ Առաջին Կորինթացիս 15-24 համարի մեջ, երբ որ Քրիստոս 1000 տարի պիտի թագավորի, վասնզի անոր պետք է որ թագավորություն ունել, ու հազարամյայի ավարտին թագավորությունը հորը պիտի հանձնի։ Ինքը ինչու համար աշխարհ եկավ, Սատանայի ձեռքից թագավորությունը, այս աշխարհի թագավորությունը առնելու, 1000 տարի թագավորելուց հետո հորը դարձնելու, որպեսզի Աստված լինի ամեն բանի մեջ։ Այն ժամանակ մենք կունենանք երրորդությունը, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, որպես պաշտելու։ Նեղության 7 տարիների ժամանակը եկեղեցու հափշտակությունից հետո իշխելու է Հակաքրիստոսը երկրի վրա։ Խոսեցինք սա, հասկացանք։ Դանիելի մարգարոյությունը իր դեսիլքի մեջ 77-երի մասին դեսավ ինքը։ Որոշ բաներ հիմա դրա մասին խոսենք։ Ուրեմն Դանիել մարգարեն գերության մեջ էր ինքը, Բաբելոն գերության գնաց։ Եվ Երեմիա մարգարեն գրել էր իր գրքի մեջ, որ գերությունը պիտի դեպի 70 տարի, 70 տարին ավարտվելուց հետո գերադարձություն պիտի ունենային իրենք։ Ինքը Երեմիայի գրքերից իմացավ Դանիել մարգարեն եւ սկսեց աղոթել Աստծո առջև։ Իր մեղքերը, իր ժողովրդի մեղքերը հայտնեց։ Քու ժողովրդիդ համար եւ սուրբ տեղիդ համար մենք մեղք գործեցինք, ները մեզի, այցելե մեզի, քու երկրիդ համար եւ այլն, այսպես աղոթքի մեջ հիշեց անընդհատ եւ Գաբրիելը եկավ եւ Գաբրիելը
ասավ ով Դանիել հիմա ելա որ քեզի իմաստություն սորվեցնեմ վասնզի դու Աստծո սիրելի ես քու աղաչանքի սկիզբը բատկամը ելավ քու աղաչանքի սկիզբը բատկամ ելավ ու ես եկա որբեսի բատմեմ վասնզի դու Աստծո սիրելի ես ուրեմն բատկամը միտ կար ու դեսիլքը հասկացիր Հանցանքը վերջացնելու 6 բաներ կան 6 բաներ Հանցանքը վերջացնելու մեղքը հացնելու անօրենությունը քավելու հավիդենական արտարությունը բերելու դեսիլքը ու մարգարեությունը գնքելու ու սրբոց սուրբը օձելու համար քու ժողովրդից վրա Սուրբ քաղաքիդ վրա քու ժողովրդի վրա եւ Սուրբ քաղաքիդ վրա ինքը ինչի համար էր աղոթում իր ժողովրդի համար էր աղոթում եւ Սուրբ քաղաքի համար էր աղոթում քու ժողովրդիդ վրա ու Սուրբ քաղաքիդ վրա 77-նյակ որոշված է 77-նյակ 70 անգամ 7 Չգիտեմ դերևում է թե չի երևում 70 անգամ 7-ը 490 տարի որոշված է Դանիելի ժողովրդի համար եւ Սուրբ քաղաքի համար որբեսի հանցանքը վերջանա մեղքը վերջանա անօրենությունը քավի հավիդենական արտարություն բերի մինչեւ այս բոլորը չլինի այդ ժողովուրդը չի ազատվի Եվ գիտիր ու հասկացիր, որ Երուսաղեմը նորեն շինելու հրամանը ելել են։ Ուրեմն այդ 77-նյակը որ օրվանից պիտի հաշվեին, Երուսաղեմը շինելու հրամանը ելել են։ Այդ օրվանից պիտի հաշվեին 490 տարին։ Երբ եղավ այդ որոշումը հրամանը, դա եղավ Բարսից և մարած թակավոր Արդաշեսի թակավորության 20-րդ տարին, եթե գարտանք Նեհեմիայի գիրքը երկրորդ գլուխ առաջին համարի մեջ, այնտեղ գրված է, և Արդաշես թակավորը իր թակավորության 20-րդ տարին, որ Նեհեմիան մադրվագաբեդ էր, այսինքն գինին լցնում էր բաժակով դալիս էր թակավորի ձեռքը։ Այդ ժամանակ իմացավ, որ գարիք կա այդ բանին և օգնեց, հրամանը արձակեց մի խոսքով, որպեսզի վերջնական այցելություն լինի սուրբ տեղի համար, այդ ժողովրդի համար։ Ուրեմն, Արդաշեսի թագավորության 20 տարին, երբ թագավոր եղավ Արդաշեսը, գրված չի, բայց հանրագիտարանների մեջ, Բրիտանիկայի մեջ, Այ հանրագիտարանի մեջ էլ գա Բարսից Արդաշես թագավորը թագավորության գահի վրա նստեց մեր թվարկությունից առաջ 465 թվականին 465 թվականին մեր թվարկությունից առաջ թվարկությունները ետ էին գնում չէին ավելանում որ գալիս էին մինչև 1 թվականը հետո մեր թվականները սկսում արդեն Ուրեմն 465 թվականին ինքը թագավորը նստավ, իր թագավորության 20-րդ տարին ինչքան կլինի 445 կլինի, ճիշտում է, չէ? 445, ուրեմն 445-ին Արդաշեսը իր թագավորության վրա նստավ և հրամանը արձակեց
հրամանը ելել են մինչև օձյալ իշխանը 7 յոթնյակ կա ու 62 յոթնյակ կա հրամանը ելել են մինչև օձյալ իշխանը մինչև Քրիստոսը 7 յոթնյակ եւ 62 յոթնյակ կա Յոթ յոթնյակ կա, այսինքն 49 դարի եւ 62 յոթնյակ կա 62 անգամ 7 դարի ինչքան գանի 434 տարի մինչև օձյալ իշխանը հրամանը ելնելուց հետո 7 յոթնյակ եւ 62 յոթնյակ կանի այսինքն 49 տարի եւ գումարած 434 տարի առաջին 49 դարվա մեջ Երուսաղեմի բարիսմերը շինվեց եւ հրաբարակը եւ բարիսմը պիտի շիվի նեղության ժամանակի մեջ եթե գարտանք Նեհեմիայի գիրքը Եզրասի գիրքը այնտեղ գրված է ինչ նեղություններով շինեցին քաղաքը բարիսմը դռները դրին եւ դաջարը նորոգեցին եւ այն ժամանակ Զորաբաբելը գար որ թագավորական սերունդից էր Զորաբաբելը եւ Հովսեդեկյան Հեսու քահանան եւ Անգե ու Զաքարիա մարգարեների քաչալերանքով գառուցվեց շինվեց 49 դարվա մեջ եւ 62 յոթնյակ հետո օձյալը պիտի գդրվի այսինքն Քրիստոս պիտի խաչվի ուրեմն 49 յոթնյակ 49 դարի 430 դարի 49 դարի գումարած 434 տարի 483 տարի 7 յոթնյակ ու 62 յոթնյակ հետո 483 տարի օձյալը պիտի գդրվի բայց ոչ իրեն համար այսինքն ոչ թե որ օձյալը մի սխալ բան արեց դրա համար պիտի խաչվի ապա ժողովրդի մեղքերի համար պիտի խաչվեր ինքը օձյալը պիտի գդրվի Եվ մենք տեսանք 483 տարի հետո դա որ օրներ, դա այն օրներ, որ մեր թվարկությունից 30 թվականին Քրիստոս էշի վրա նստած ծաղկազարդի օրը մտավ Երուսաղեմ ապրիլ 14-ին այդ օրը, հաջորդ օրը Հիսուսի խաչահանեցին օձյալը գդրվեց այդ ժամանակ մեր թվարկության 30-ին 483-ը եւ 30 թվականը մեր մի քիչ տարբերություն կա 4 դարվա այն էլ մենք չգիտենք ինչու որովհետեւ մարգարեական օրերը 360 օր են դարին 360 օր է մարգարեական օրերը իսկ մենք գործածում ենք Ուլյան դոմարը 465 օր պլաս 6 ժամ էլ եւ մի քանի րոպեներ էլ կան ճիշտ ժամանակը դժվար է հասկանալը բայց մեր թվարկության 30 թվականին եւ այն էլ ասեմ որ մեր թվարկանը հիմա 4 տարի հետ է հիմա պետք է լինի 2026-ին ավելացրած 4 2030-ը պետք է լինի որտեղ մեր թվարկությունից 4 թվականին երբ որ Քրիստոս ծնվավ այդ օրը մեծն Հերովդես մեռավ եւ նրա պատմության մեջ գրված է որ ինքը մեր թվարկությունից առաջ 4 տարի առաջ մահացավ այն տարին Քրիստոսի ծնված տարին է ուրեմն 4 տարի էլ այդտեղից հետ ենք
Եվ ավելին ասեմ, եթե մենք հաշվենք 6000 տարի է Ադամից սկսած մինչև այսօր 6026 տարի է, այդպես ենք հաշվում մենք, եթե դարին 360 մարգարեական օրով հաշվենք, 365 օրով ենք մենք հաշվել հիմա դարին, եթե 360 օրով հաշվենք, 6000 անգամ 5 օր, դա մոտավորապես 80 տարի էլ կլինի, և մենք կլինենք այդ ժամանակ 2080-2100 թվականները այդպես կլինենք մոտավորապես։ Տեսնում եք, որ որքան անգային է, դրա համար Հիսուս ասեց, որ դուք ոչ օրը գիտեք, ոչ ժամը գիտեք, բայց չասեց, որ տարին չգիտեք, էլ ասեց, չգիտեք, չասեց, որ տարին չգիտեք։ Ուրեմն, երբ որ Հիսուս խաչահանվեց մեր թվարկության 30-ին, ինչ եղավ այդ ժամանակ, և մենք տեսանք, որ Աստծո հրյաների համար մարգարեական ժամացույցը տիկ-տակը գանգ արավ, հրյաների համար գանգ արավ Աստծո մարգարեական ժամանակը, և Աստվածը սկսավ հեթանոսներից իրեն ժողովուրդ առնել, մինչև որ այդ ժողովուրդը լրանա։ Հիմա դեր Սուրբ Հոգին հավաքում է Քրիստոսի եկեղեցին, դեր հավաքում է հեթանոսներից կառուցվող եկեղեցին։ Ի վերջո մենք տեսնում ենք, որ հրյաները դադարեցին ամեն բանից, զոհը, ամեն բան, դաջարը քանդվեց, և մեր թվարկության 70-ին շարունակում է Դանիելի մարգարեությունը ու գալու իշխանին ժողովուրդը քաղաքը ու սրբարանը պիտի ավրե ու վերջը հեղեղով պիտի լա, մինչև պատերազմի վերջը ավերումներ սահմանված են։ Վերջը գալու իշխանը ասածը Հռոմի Դիդոս կայսրն էր, որ 100,000 անդիր զորք արած եկավ և Երուսաղեմը քարուքան դարեց, տաճարը քանդեց, ինչպես որ 24 գլխի մեջ կարդաց եղբայրը, պիտի չմնա այստեղ ասեց, քարը քարի վրա որ չքանդվի, քարը քարի վրա չմնաց, քանդեցին լրիվ, քաղաքն էլ այրեցին և ժողովուրդը գերության գնաց, այնպիսով Հրեաստանը դադարվեց ամբողջությամբ։ Դա եղավ 70 թվին։ Հիմա 70 թվից մինչև հիմա դեռ շարունակվում է հեթանոսներից հավաքվող եկեղեցին։ Վերջի համարը, 27 համարը, յոտնյակմը շադերուն հետ ուղտ պիտի հաստատե։ Հիմա հրեական տնտեսությունը ավարտվեց, մինչև հիմա 2000 տարի ընդմիջում կա։ Հրեաների ժամանակից մինչև հիմա 2000 տարվա ընդմիջում կա, որպեսզի հրեական տնտեսությունը վերստին սկսի։ Մի խոսքով այստեղի և այստեղի միջև, այստեղ 2000 թիվն է, 2026 թիվն է, եկեղեցիի շրջանը, դեռ չգիտենք էլ իշքան պիտի դեպի, այստեղ բացված գոյություն ունի, 2000 տարի, այստեղից այստեղ։ Յոտնյակ մշադերուն հետ ուղտ պիտի հաստատե, յոտնյակի մեջտեղը զոհը ու բադարակը պիտի դատրեցնե, և ավրողը բղձության աշտարակի վրա պիտի ելլա, բղձողը Հագա Քրիստոսը, բղձողը բղձության աշտարակի վրա պիտի ելլա, մինչև ավերածի վրա նախասամանյալ գորուսը թափվի։ Ուրեմն ները պիտի գա, հենց նեղության սկզբից, եկեղեցին հապշտարվեց, ները պիտի գա, այս բացվածքը 2026 տարի է մեջ, չգիտենք քանի տարի դեռ պիտի դեպի,
վերջավորության ները պիտի գա այստեղ նեղության սկզբանի հետ սկզբից պիտի գա ինքը եւ դաշինք պիտի անի հрьяաների հետ իրենց երգիրը գառուցելու խոստում պիտի դա եւ դաջարը պիտի գառուցվի առաջի 3.5 տարվա մեջ եւ դաջարի մեջ պիտի նստի եւ ինքը իրեն ցույց տա որ ինքը Աստված է եւ Բողոսարակել ասում է տեսաղորգետիներին չեք հիշեր երբ որ ձեր քովեի այս բաները գսեի ձեզի որ պիտի նստի դաջարի մեջ ինքը իրեն ցույց տա որ ինքը Աստված է եւ առաջի 3.5 տարվա մեջ լավ պիտի լինի եւ 3.5 տարից հետո շատերը պիտի չընդունեն նրան որպես Աստված պիտի իմանան որ խապեպա է եւ դեմ պիտի կանգնեն ու ինքը պիտի սկսի ջարդելը նեղությունը պիտի սկսի հрьяաները պիտի գոդորվեն արդեն մեծ նեղությունը այս 7 տարվա 2.5-ից հետո է այստեղից այս կողմ եւ երկինքի մեջ պատերազմ լինի եւ գինը անաբադ փախչի եւ այլն այս բոլորը կան այստեղ մեծ նեղությունը եւ եթե 3 են անցյալ անգամ ասեցի եթե 3 են երկու մասը պիտի սպանվի մեկ մասը պիտի մնա եւ դարձյալ այդ մեկ մասն էլ գրագե պիտի անցնի դերը պիտի զդե քանի որ ճշմարտության սերը չընդունեցին ուժով մոլորություն մեկ պիտի ղրգե եւ պիտի ընդունեն նրան եւ նա էլ պիտի ջարդի իրենց Մեկ էլ ծեր ժամանակ արա, բայց ոչինչ հիմա կվերջացնեմ։ Ուրեմն այժմ 2000 տարի է Սուրբ Հոգին հավաքում է եկեղեցին ազգերի միջից, երբ ամբողջացնի գործը Սուրբ Հոգին հանի եկեղեցին օդի մեջ, դերոջը առջև այդ ժամանակ եկեղեցու շրջանը գավարդվի։ Աստված վերջին 7 տարին մի հնարավորություն է դալու Դանիելին 27-ի մեջ կարտացինք հիմա, հրի ազգին որբեսի մնացորդը պրգվի, այդ օրերը բիդի գարջնան ասում է Իսուս, որբեսի բոլորը չգործվեն, ընդրյալները պրգվեն, նրանք որ գավազանի դագից անցան։ Երկու համար գարտամ ու վերջացնեմ, նախ Օվսիայի համարը, Օվսիայից մի համար գարտանք, երրորդ գլուխը եւ 4 համարը քանզի Իսրայելի որդիները շատ օրեր առանց թագավորի, առանց իշխանի, առանց զոհի, առանց կուրքի, առանց Եփուդի ու թերապիմի պիտի նստին։ Ոչինչ չկա, դաջարը քանդված, զոհ չկա, ուկ չկա, ոչ բան չկա։ Ետքը Իսրայելի որդիները պիտի դառնան ու իրենց Տեր Աստվածը եւ իրենց Դավիթ թագավորը պիտի փնտրեն ու վերջի օրերը դերոջը ու անոր բարության պիտի աբաստանին։ Ուրեմն առանց այդ բոլորի պիտի ապրեն ու վերջին օրերը նեղության շրջանի ավարտին։ Վերջին օրերը դերոջը ու անոր բարությանը պիտի աբաստանեն, երբ որ միլիոններով գոդորի, այն ժամանակ պիտի աղաղագեն, Դեր Եհովա, Իսուս չէ, Մեսիան, պիտի սպասեն, որ գա իրենց պրգի, եւ Աստված այս անգամ առաջ Եգիպտոսում աղաղագեցին, Մովսեսը գնաց ազատեց, այս անգամ Քրիստոսը պիտի գա երկնքից իրենց ազատելու համար, եւ Վերջի հնարավորությունը պիտի դա ասված նրանց, Զաքարիայի մեջ կարդանք տեսենք ինչ է գրում այնտեղ Զաքարիա 12-րդ գլուխը Եվ պիտի լա որ այն օրը Երուսաղեմի վրա եկող բոլոր ազգերը բնաջին ջնելու յետևե պիտի լամ Եվ Դավիթի դանը վրա ու Երուսաղեմի բնակիչներուն վրա շնորհքի եւ աղոթքի հոգի պիտի թափեմ։ Աստված
Այդ ժողովրդի վրա շնորհքի աղոթքի հոգի պիտի թափի։ Այն օրը Դավիթի դան ու Երուսաղեմի բնակիչներուն բացված աղբյուրը պիտի լա մեղքի համար ու բղծության համար, Աստված նրանց պիտի ների։ Ու շնորհքի աղոթքի հոգի պիտի թափեմ, եւ անոնք ինձի իրենց խոցածին պիտի նայեն։ Եվ անոր պիտի ասեն, ձերքերուտ մեջը այս վերքերը ինչ են, ու անիգա պիտի ասե, ասոնք իմ բարեկամներուս տանը մեջ ընդունած վերքերս են։ Ու անոր վրա մեկ հատիկ զավակի վրա ողբալու պես պիտի ողբան, ու անոր վրա անդրանիկ զավակի վրա ցավալու պես պիտի ցավեն։ Եվ այն օրը Երուսաղեմի մեջ մեծ ողբ պիտի լա, պիտի հասկանան, որ Հիսուսին խաչողներն են իրենք։ Անոր որ մեր ինչպես ասեցին, մեր որդիների արյունը, անոր արյունը մեր որդիներու վրա ալա։ Մինչև այդ մեծ տարաբան քաշեցին հրյաները, եւ ի վերջո Քրիստոսը պիտի ընդունեն